Տիրոջը սիրելի եղբայրներ քույրեր, Փառք Տիրոջը ամեն բանի համար, ամեն ինչի համար։ Գոհություն Տիրոջը։ Ես չեմ ուզում դետալների բաժանել, բայց ամեն ինչի համար էլ պետք է գոհանալ Տիրոջից։ Գոհություն ես հանդիպման համար, այս հնարավորության համար։ Գոհություն նրա համար, որ դուք սիրուն նստած լսում եք, ես խոսում եմ։ Գոհություն նրա համար, որ ես խոսել եմ իմանում, դուք լսել։ Ամեն ինչ համար Փառք Տիրոջը։ Ես վերջերս իմ միտքը աշխատում ասում եմ, այ մարդ որ հիվանդանում գնում է բժիշկի մոտ, ասենք մատը, ձեռը, ոտը ցավում է, պատահում է, չէ՞, գնում ես բժիշկի մոտ, 1000 դեղու դարման են անում, 1000 ծախսերի տակ են մարդը գցում, այս կողմ, այս դռնից են դուրն են քաշում, հերթեր ես կանգնում մարդկանց հետ ժամերով, ժամանակներով, չէ, ամեն ինչ անում ես, որպեսզի քո մատի մի հատ ցավը անցնի, քո ոտքի ցավը անցնի, ամեն ինչ անում ես, դու ծախսում ես, տանջվում ես, տարապում ես, բավորը ցավը չկա, ես հիմա ոչ մի տեղը չի ցավում, սա ով է վճարում սրա համար, ձրի, դուք պատկերացնում եք, դրա համար պետք է փառք տալ Տիրոջը, սա Տիրոջից է, դու ապրում ես այսքան տարի ոչ մի տեղը չի ցավա, դու բժիշկի իսկ դրան տեղը չգիտես, դու դժվարությունների նույնիսկ չես հանդիպ, փառք Տիրոջ, սա երկնքից է, սա Հիսուսից է, սա Աստծուց է եկել մեր մեջ, սիրելի եղբայրներ, մենք պետք է գնահատենք, մենք պետք է հավատանք սրան, հենց այնպիսի, նույնիսկ այդ աշխարհում պատտվող անհավատները, որոնք իրենց համար գնում են, գալիս են, առնում են, ծախում են, բարգավաճում են, սա Տիրոջ ողորմությունն է, սա Տիրոջ շնորհն է, հենց այնպես ոչինչ բան չի լինում, եթե Տերը թույլ չտա, եթե Տերը իր պաշտպանությունը հանկարծ վերցնի մեր կողքից, դուք պատկերացնում եք ինչ կկատարի մեր ժողովուրդը, դա սարսափելի, ուղղակի սարսափելի բան է։ Դրա համար Փառք Տիրոջ ամեն ինչի համար, ինչ էլ խոսենք, ինչքան էլ խոսենք, եղբայրը խոսում էր, մեր նույնը խոսքի Հիսուս Քրիստոսն է։ Ինչ էլ ասենք, մենք պետք է միայն նրանից խոսենք, որովհետև նա է մեր ապրելու, ծնվելու, մեր այստեղ լինելու, մեր կյանքի իմաստը եւ պատճառը։ Եթե նա թույլ չտար, եթե նա չաներ իր գործը խաչի վրա, մենք այստեղ չենք լինի նույնիսկ ֆիզիկապես, հավատացեք։ Ֆիզիկապես ես գոյություն չէի ունենա։ Ես կորած, մոլորված կամ մեռած, ոչնչացած կլինեի այս աշխարհի երեսից, դա հաստատ է։ Որտեղ իմ ընկերները այն որ ես ունեի, նրանք շարունակեցին իրենց կյանքը, պիղծ, անօրեն իրենց կյանքը, մեղավոր կյանքը շարունակեցին, ինչ որ պահի Տերը ինձ գտավ, փրկեց եւ այսօր այստեղ են ձեր առջեւ կարողանում եմ ես կանգնել, իսկ նրանք շարունակեցին իրենց կյանքը, շատերը չկան, որոշները մեղքի, դժոխային կյանքով են դեռ շարունակում ապրել այս երկրի վրա։ Այնպես որ մեր նպատակը, մենք որ եկել ենք այստեղ հաղորդակցվելու, եղբայրը խոսում էր հաղորդակցությունից, չէ՞, մենք Աստված ստեղծել է մարդուն, որպեսզի շփվի, հաղորդակցվի քո հետ, ինձ հետ, մարդ հարարածի հետ։ Նա Աստված է։ Նա մեր պատկերացումներից վեր է, նա իսկապես Աստված է։ Նա մեզ տալու ամեն ինչ ունի։ Նա սիրո Աստված է։ Նա ուզում է, որպեսզի ես ու դու, սիրելի եղբայրս, քույրս, այն հեռվում նստած անկյունում քո համար նստել ես, հանգիստ մտածում ես։ Նա ուզում է, որ դու վայելես իրեն։ Նա ուզում է, որ դու ճանաչես, հասկանաս իրեն եւ հավիտյանս հավիտենից, ոչ թե ինչ-որ ժամի պահի համար, ոչ թե այս 2 ժամը, որ եկել ենք այստեղ նստել ենք, խոսում ենք հավատքից, բանից, գնում ենք, մոռանում ենք։ Եղբայրը կարդաց. հավիտյանս հավիտենից ձեր մեջ կլինեմ, ձեզ հետ կլինեմ։ Սա անվերջանալի է։ Սա սկսվում է ինչ-որ պահից եւ շարունակվում է հավիտյանս հավիտենից, որտեղ սիրելի մարդ, սիրելի եղբայրս, քույրս, դու հավիտենական ազնվորություն ես։ Դու չես նեմ, մեր հավատքը միջև ամբողջ մարդկության հավատքը միջև գերեզմանն է։ Մարդիկ ինչ ուզում են անեն, ինչքան, ինչերի հասնեն, ինչ նվաճումների հասնեն, նրանց վերջը գերեզմանն է։ Մեր հավատքը գերեզմանից այն կողմ է։ Հիսուս Քրիստոսը մեզ ազատել է գերեզմանից։ Այս վերջերս բանը մահացավ, չէ՞, Ուզբեկստանի նախագահ պրեզիդենտը Իսլամ Կարիմովը մահացավ։ Մարդիկ ծնվել են երկար 90-ականներից, 80-ականներից պրեզիդենտ է։ Ուզբեկները խոսում են, ասում են, ես ծնվել եմ, տեսել եմ Կարիմովին, միջև այսօր, պատկերացնում եք։ Երկիր մոլորակի վրա ընդհանրապես մոտավորապես մի 200-ի չափ պրեզիդենտ կա։ 7 միլիարդ մարդ, դուք պատկերացրեք այս չափը։ Որտեղ 200 երկիր կա, մոտավորապես եմ ասում։ Բայց 200 պրեզիդենտ, այսինքն պրեզիդենտ դառնալը դա մի եզակի բան է, չէ՞, 7 միլիարդից դու ընտրվել ես եւ 200-ից մեկն ես։ Սա պատիվ է, փառք է, չէ՞։ Բայց Կարիմովին վերջը որ մեռավ,
21 մետր չթից կտորով փաթաթեցին, տարան թաղեցին բանի տակ։ Մուսուլմանական տրադիցիայի համաձայն հեռուստացույցով էլ հայտարարել 2 մետր 10 սանտի ամեն մուսուլմանին է հասնում, հասարակ մուսուլմանին է հասնում։ Սրան որպես պրեզիդենտ 10 անգամ ավել, պարզապես 10 անգամ ավել չթից կտոր հասավ այս մարդուն։ Վերջում տարան թաղեցին, գլխին են մատ քար կդնեն, որ տակից չկարողանա դուրս գալ։ Սա է մարդու վերջը։ Եղբայրեր, քույրեր, մարդու վերջը սա է։ Մենք պետք է ամեն ինչ որ մենք տեսնում ենք, մենք արտանանք սրանից։ Սա պետք է ազդի մեր հոգու վրա։ Հիսուս Քրիստոսը եկել է մեզ ազատելու այս մահվան, այս տառապանքից, գերեզմանից։ Մեր կյանքը հավիտենական է նրա մոտ է, նրա մեջ է։ Փառք նրա անվանը։ Իսկ այդ հաղորդակցությունը չի կարող ստացվել։ Եղբայրը խոսեց արդեն։ Ես ուզում եմ մի քիչ անդրադառնալ այդ բանի վրա։ Այդ հաղորդակցությունը խաթարված է մեր հաղորդակցությունը։ Հենց այնպես հեշտ չի Աստծո հետ հաղորդակցվել։ Աստված սուրբ է, մենք պիղծ։ Նա ողորմած է, մենք անողորմ։ Նա բարի է, մենք չար։ Մենք լրիվ իրար հակառակ պատկերացնում եք դուք Աստված ու մարդը։ Մենք չենք կարող հաղորդակցվել Աստծո հետ, որտեղ մենք այսպիսին ենք, այսպես ծնվել ենք, այսպես կանք եւ այսպես ապրում ենք։ Որպեսզի այդ հաղորդակցությունը ստացվի, այստեղ խանգարող բան կա, պետք է արանքից վերացնել։ Եդեմական պարտիզի մեջ այդ հաղորդակցությունը կար, ասում է, եւ օրվա զովժամին Եհովա Աստվածը նշտում էր եւ Ադամի հետ զրուցում էր։ Այսինքն հաղորդակցվում էին, չէ՞, վայելում է իրար։ Աստուն դուր էր գալիս այդ հաղորդակցությունը։ Նա իջնում էր իր ստեղծած մարդու Ադամին։ Իմ նման մարդ էր Ադամը, ձեր նման մարդ։ Շփվում էր Ադամի հետ, հաղորդակցում էր, իրար վայելում էին։ Բայց երբ որ Սատանան խաբեց, նրանք պտուղ արգելված պտուղը կերան, ինչ է իրենից ներկայացնում պտուղ ուտելը, ոչինչ։ Մի անմեղ բան, չէ՞, դուք պատկերացնում եք։ Պտուղ ուտելը, ով ինչքան պտուղ է ուտում, իմ հայրը շատ է սիրում խնձոր ուտելը, որ խնձորը սկսում ուտել, վեդրոյով բերում դնում է իր համար։ Սկսում է մի կողմից սկսում է իր համար կշպել, ուտել, պատկերացնում եք, մարդ ինչքան պտուղ է ուտում իր կյանքի մեջ։ Պտուղ ուտելը ինչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ Անմեղ բան։ Բայց երբ Աստված է ասել մի կեր, ուրեմն դա մեղք է։ Այդ պտուղ ուտելով նրանք մեղք գործեցին եւ այդ մեղքը դեռ չէր երևում։ Ոչինչ։ Պտուղը ընդհանրապես ծառից քաղեց, կերավ, ոչինչ բան։ Սովորական շարունակում են։ Բայց երբ Եհովան եկավ, արդեն մտան ծառերի մեջ, էլ հնարավոր չէր այդ հաղորդակցությունը։ Երբ կա մեղքը, ցանկացած մեղք, ամենանմեղ մեղքը, որ դու քո մտքին մեջ մտածում ես։ Դու մտածում ես, դե սա այնքան էլ ծանր բան չի, չեմ սպանում, չեմ գողանում, չեմ շնանում, չեմ տալանում, ես չեմ անում, են չեմ անում։ Ամենաթեթև բանը քո համար, պատկերացնում ես, օրինակ ստախոսությունն ինչ է, իրանից ծանր բան չի ներկայացնում, չէ՞։ Ասեք, հո մարդասպանություն չի ստախոսությունը, որ դու սուտ ես խոսում, հո մարդ չես սպանում, ծանր հանցանք չի։ Հո ինչ-որ մեկի բանը չես գողանում, թալանում, նյութական վնաս չես տալիս ոչ մեկին, չէ՞։ Սուտ խոսեցիր։ Դրա մեջ ինչ կա առանձնապես։ Հայտնության վերջին գրքում գրված եւ ստախոսների բաժինը կլինի, պատկերացնում եք, կլինի կախարդների, ստախոսների, մարդասպանների, ամենածանր մեղքերի հետ բանան դասում ավետարանը, պատկերացնում եք, մեղքը մեղք է, անկախ նրանից նա ծանր է թվում մեր աչքին, թե թեթև, ինչ ուզում ես արա, եթե դու մեղք ունես քո մեջ, եթե դու մեղք սիրում ես, դու Աստծո հետ չես կարող հաղորդակցվել։ Այս գարնան կողմերը կինը զանգեց, ասեց, երեխային պետք է բանից վերցնել, մանկապարտեզից վերցնել։ Գնացի մանկապարտեզները բանով փակած են, զաբորով, երկաթից բարձր, որ ոչ ոք չկարողանային կոմացնել, ապահով լինի, դա լավ բան է։ Գնացի, բանալին մոռացել էի, հատուկ բանալի կա, որ դրանով բացես մտնես, այդ բանալին մոռացել էի։ Ուրեմն հետաքրքիրն էր, որ գնացի, երեխան ինձ տեսա, դրսում խաղում էր, ինձ տեսավ հեռվից, տեսավ ու վազեց, պապան է եկել, ուրախացավ, վազեց։ Բայց վազել է, մենք չենք կարողանում, եկել է կանգնել է այդ ռեշոտկայի այն մյուս կողմ, մենք իրար տեսնում ենք, պատկերացնում, մարդ չեն կարողանում իրեն փաթաթվել, գրկել, ինքն ուզում է իմ դիրքը թռնի, չի ստասում, այ մարդ։ Չի լինում, որտեղ մեր արանքը, այդ ռեշոտկան կա, այդ ընդամենը այդ ճաղերը խանգարում են մեզ, չի ստասում։ Մոտ 5 րոպեի չափ կանգնել ենք այսպես, պատկերացնում, ոչ այնտեղից այստեղ է լինում աստեղ, ոչ այստեղից այնտեղ։ Այս այդ անցքերի արանքից ինձ իր թղթերը տվեց, շորը տվեց, բռնեցի, կարողացա սրանք վերցնել, օգնել, բայց միևնույն է, ես չեմ կարողանում հաղորդակցվել, ես իրեն չեմ կարողանում փաթաթվել գրկել, նա իմ երեխային ես չեմ կարողանում սիրել, հաղորդակցել, չի ստացվում, որտեղ խանգարող բան կա։ Սիրելի եղբայրս, քույրս, Աստված ինչքան էլ բուժիկ ես, քո հոգսը վերցնի,
Դա այդ ճահերի արանքից վերցրած բաներն են։ Այն հաղորդակցությունը, որ պետք է լինի, որ դու պետք է հանդիպես նրան, որ դու պետք է վայելես նրան, ինչ որ նախատեսել է, որ քեզ տա, դա չի ստացվի, եթե արանքում գոյություն ունի մեղքը։ Քեզ համար թվացող ամենաչնչին մեղքը, այն ամենաանմեղ մեղքը, մեղքը անմեղ չի լինում։ Մեղ, ես վերջերս խոսում ենք, մի քիչ այդ խորհրդակցություն դեղի ունեցավ, խոսում ենք, ասում են, ես չեմ հասկանում այ մարդը 20 տարի մեղք է գործում, վերջ մեղավոր մարդը 20 տարեկանում մեռավ, այտենց մեղք գործեց, մեռավ գնաց, հավիտյանս, հավիտենիս, այդպիսի Աստծո ես չեմ ուզում հավատամ։ Աստված դաժան է վերաբերվում մարդու հետ։ Ասեցի սիրելիս, որ դու հասկանաս ինչ է նշանակում մեղքը, ինչ է նշանակում մեղք գործելը, դու քո տեսակետը նախ Աստված դաժան չի, նա սիրո Աստված է։ Ոչ մեկին այս տիեզերքում Աստված դժոխք չի ուղարկում։ Մարդիկ իրենց ոտքով են դժոխք գնում։ Մեղքն է իրենց տանում։ Եթե դու սիրում ես մեղքը, դու ընտրել ես այս ճանապարհը, դու գնում ես այնտեղ, որտեղ դու չես ուզում։ Պատկերացնում ես։ Հիմա մեղքը, եթե մեղքն այնպիսի ծանր բան է, ես այսպիսի օրինակ ասեցի, որ եթե լծակավոր քշերքը պատկերացնում եք, չի ինչ է, որ շուկաներում կա։ 2 կիլո պամիդոր դնում են այս նժարին, այս հակառակ նժարին պետք է 2 կիլոյանոց քար դնել, որպեսզի սրանք հավասարվեն, չէ՞։ Հիմա պատկերացրեք այդ լծակավոր քշերքի մի նժարին դրել եք մեղքը։ Մյուս նժարին պետք է դնել հավիտենական տառապանքը, որպեսզի նոր դրանք հավասարվեն։ Մեր ցանկացած մեղքը, մեր սուտը, միատասած սուտը, եթե դնենք այդ քշերքի մի նժարին, մյուսին հավիտենական դժոխք, տառապանքը պետք է դրվի։ Այսքան ծանր է մեղքը, այլապես դա չի հավասարվի, այդ դժար այդ բանը չի ստացվի։ Պատկերացնում եք։ Այս մեղքը գիտեք ինչ է, արյուսակ հրեշտակին, նույնիսկ հրեշտակապետին, այսպես է գրված, լուսատիր էր նա, արյուսակ էր, չէ, սատանա դարձրեց մեղքը։ Ընդհանրապես հպարտություն։ Էլի ոչ մի նյութական վնաս գոյություն չունի դրա մեջ, նա մարդը իր մանմերի մեջ հպարտ մարդ է։ Այդ հպարտությունը հրեշտակին, հրեշտակապետին դարձրեց սատանա։ Մեղքն այս ավելի լավ է խաղալ աշխարհի ամենավտանգավոր բանի հետ։ Ամենածանր, ամենաթունավոր նյութը ուրանն է, ինչքան գիտեմ։ Ուրանից ճառագայթվածները բոլորը մեռնում են, չէ՞, Չեռնոբիլը պատեց մեռան մարդիկ։ Ավելի լավ է ուրանը լցնել գրպանաման գալ, ավելի լավ է, քան մեղք գործել։ Մեղքը ավելի լավ է կրակի վրա քայլել, ինչպես ավետարանն է ասում, Առակաց գրքում է գրված։ Կրակը ծոց է կրել, քան մեղք գործել։ Մեղքը թույլ չի տար մեր հարաբերությանը։ Ուրեմն առաջին մարդկանց, որ Աստված ստեղծեց, այս մեղքը խաթարեց այդ հաղորդաշարը, սատանային հաջողվեց խանգարել, կտրել այդ կապը, բայց Աստված ուզում է վերականգնել նորից։ Նա նորից մի նոր մակարդակ, Հիսուս Քրիստոսը եկավ Գողգոթայի խաչի վրա, այդ կապը նորից հաստատեց։ Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ազատվել մեղքից եւ նորից շփվել մեր Հոր Աստծու հետ, նորից կարողանալ վայելել նրան եւ հավիտյանս հավիտենից վայելել։ Պատկերացնում եք։ Մեր ամեն ինչ առաջին մարդկանց որդիները Աբելը եւ Կայենը, առաջին մարդկանց որդիներն էին, չէ՞։ Այդ անմեղ կոչված մեղքը դուրս եկավ Եդեմի պարտեզիից, պարտեզի մեջ մեղք գործեցին, պարտեզի սահմաններից եւ սկսվեց տարածվել։ Ինչ տեղի ունեցավ։ Հենց առաջին մարդկանց մոտ նրանք եղել դուրս եկան եւ սկսեցին զոհ բերել, հաղորդակցում էին զոհասեղանի առաջ զոհ բերեցին, դրեցին Տիրոջ առաջ։ Մեկի զոհը, Կայենի զոհը Տերը մերժեց, Աբելինը ընդունեց։ Սիրելի եղբայրս քույրս, ինչ ուզում ես արա, եթե դու մեղքով ես մոտեցել, հետո մենք տեսանք թե ինչպիսի մարդ էր Կայենը, չէ՞, ինչպիսի մեղավոր, ինչպիսի մեղք կար դրա մեջ։ Դեռ չէր երևում այդ մեղքը։ Մարդ իր համար, նույնիսկ Կայենի համար գրված է, կարդացեք Ծննդով 4-րդ գլուխ 3-րդ խոսքը, ամբողջ 4-րդ գլուխ այդ մասին է։ Նույնիսկ Կայենի համար գրված է, ասում է, եւ որոշ ժամանակ հետո Կայենը զոհ բերեց մատուցեց Եհովային։ Աբելի մասին չի խոսում հələ։ Ասում է, եւ Աբելն էլ բերեց, այսինքն Կայենը նույնիսկ առաջինն է զոհ մատուցել։ Կայենը ակտիվ հավատացյալ է եղել։ Մենք որ այդ զոհասեղանի կողքը կանգնած լինենք, ասենք, ինչ լավ տղա է, ինչ լավ եղբայր է, ինչ լավ քույրիկ է, ճիշտ ժամանակին գալիս է, հավաքույտներից չի ուշանում, ոչ մի հավաքույտ բաց չի թողում, աղոթում ենք, երգում ենք, պատկերացնում եք, մենք այսպես կսկսենք, նրա հայրը, մայրը, Ադամը, Եվան այսպես էին պատկերացնում իրենց երեխաներին, բայց Աստված ուրիշ տեսանկյունով է նայում մարդուն։ Քո շուտ գալը, ուշ գնալը, քո աղոթները ոչ մի բան չեն զարմացնում։ Ոչ մի բան, նա նայում է սրտին, ոչ թե քո զորին։ Քո սեղանի վրա դրված պտուղներին կամ ոչ էլ Աբելի գարին էր նայում։ Այն սիրտը, որով բերել էր այդ զոհը, այն ներսը, այն հոգին,
Այն հավատքը, որը այդ զոհը բերել դրել էր զոհասեղանին, սիրելի եղբայրներ քույրեր, մենք այսօր զոհ ենք կատարում, շարունակում ենք եւ լավ է, ճիշտ է որ կատարում ենք, բայց եկեք մաքուր սրտով, եկեք Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, ես ասեցի Գողգոթայում այս հարցը լուծվել է, մեղքի հարցը լուծվել է, նա վերցրեց մեր մեղքը եւ գամեց խաչապայտի վրա, ես այլևս մեղավոր չեմ, որովհետեւ նա մեռել է իմ փոխարեն, ես կարող եմ օգտվել Աստծո օրհնություններից, կարող եմ հաղորդակցվել, կարող եմ մոտենալ նրան, որտեղ Հիսուս Քրիստոսը իրավունք է տվել ինձ մոտենալու։ Դրա համար եկենք անկեղծանանք, ոչինչ չպահենք մեր ներսում, որը կարող է խանգարել մեզ Տիրոջը մոտենալու համար։ Եկեք մեր սիրտը թափենք, մեր ներսը թափենք, մաքուր լինենք եւ մաքուր ապրենք։ Այլապես մեր վերջը այս բոլոր աշխարհի մարդկանց պես մեր վերջը կլինի ընդամենը գերեզմանը։ Մենք այն կողմ չենք կարող անցնել։ Փառք Տիրոջը։ Եկեք կանգնենք ոտքի մի կարճ աղոթք անենք։